բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթ։ Վարչապետը երկու շաբաթ անընդմեջ խոսեց կաթողիկոսի մասին, իրավիճակ է, որ Վրաստանը կոնյակի արտահանման հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված է հայկական մեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են հնարավորինս արագ լուծել։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են, իսկ անվտանգության կազմը քննարկել է կամ եղել են այդ գնահատումները ռիսկերի, ինչու են այս խնդիրներին հիմա բախվում բեռնատարները Իրանի սահմանին։ Նկատի ունեմ, եթե այդ ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանում այս իրավիճակում պայմանավորված, հիմա ինչու են խնդիրների առաջ ընտեղ վարորդները բեռնատարները հայ-իրանական սահմանը Հարկելի շողիկ, Իրանում ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում էլ, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հիմա այստեղ այլընտրանքը ո՞րն է լինելու այդ խնդրի հետ կապված։ Ո՞ր խնդրի։ Բեռնատարների, որ կանգնած են այնտեղ բան։ Որտե՞ղ։ Հայ-իրանական սահմանը։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարները չեն հասնում։ Դե են վարորդները։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Պարոն վարչապետ Փաշինյանը հրավեր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրագեղարարության հիմնադիրը լինելով հետ կապված, որ երկրորդել եք նրան հաշտվելով Լևոն Սուրաբյանի հետ, պարոն Ռուբինյանցը հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 95-95 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ։ Արդյոք այդ ընտրագեղարարության իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրագեղարարների հետ կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Սուրաբյանի հետ համատել եք երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանը։ Բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանը։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մաս է եղել այդ ընտրագեղարար, ձայն Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք։ Խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրագեղարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասացի, եթե հարցը հետևյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք։ Նա հայազգային կոնգրեսից է ընտրվել Շատ լավ, Ձեր հայրը 2008-ին էլ է էլի այդ Ես եմ 2008-ին Բայց
Տեր-Պետրոսյանին աջակցել եւ Այսինքն ընտրակեղծարարի կողքն եք կանգնել։ ավարտին հայեր։ Ես էլ եմ 96 թվականների ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ է դրել նաև անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը։ խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանում։ Ավարտեցի 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Իսկ ազգակործան պատուհացներից պետք է ազատվել, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քղումանում, ինքն էր ասել, ազգակործան պատուհացներից պիտի ազատվել, թե չէ։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Ձեր մանկությունը պարոն Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների Լևոն Զուրաբյանի։ Լևոն Զուրաբյանի Չէ, բացարձակ։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիսուս Քրիստոս, չէ։ Լևոն Իմ Տեր-Պետրոսյանը։ մանկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի։ Լևոն Տեր-Պետրոսյանի առնվազն։ Շնաբերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել։ Լևոն Զուրաբյանը չէիք դուք բռնկվել։ շնաբերան։ Չեմ հասկանում։ Շնորհակալ Փաշինյանի։ Չէ, առհասարակ երևի։ Բան Որովհետև հենց իրեք հարցազրույցից հետո ասել հալա Առնում եք երևի։ Հա։ Ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամ եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցին, դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանին։ Հարց եմ տալիս, ասում եմ, ինչպես են ապացուցելու իրենց ասած։ Չգիտեմ, դատի է տվել, թող դատը գնա, չի հարցը։ Պարոն Ռուբինյան, կաթոլիկոսի հետ կապված վարչապետը 2 շաբաթ անընդմեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթոլիկոսին վեհարանից դուրս բերելու գործընթացով, նաեւ նոր կաթոլիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգեվորականները Հայաստանում, Հայաստանից դուրս աջակցում են կաթոլիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին կշարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի Եվ կոչվելու։ հանձնախմբի մասին էր խոսքում, ձևավորվել է արդյոք հանձնախումբ։ Վեհարանից հանել արտադրություն կարող մոլորության մեջ մտցնի